Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել նպաստել Մանասյանի այցին Բաքու, սակայն հայկական կողմը դեռևս որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերել։ Վարդանյանը կոչ է արել կազմակերպել ՄԻՊ-ի և գերիների հարազատների այցը Բաքու, նշելով, որ իր կինը ևս պատրաստ է միանալ այդ առաքելությանը։ Ուղերձում նա քննադատել է պաշտոնական Երևանին տնտեսական բանակցությունների ֆոնին գերիների իրավունքների և առողջական խնդիրների հարցը օրակարգից դուրս թողնելու համար։ Խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին. Արդյոք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ձեր ղեկավարած հաստատություն ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված Հայաստանի քաղաքացիների շահերի անտեսումը Հայաստանի կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։